Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Հայաստանի վարչապետը այս հայտարարությունը լրագրողների առջև անելուց առաջ կառավարության այսօրվա նիստում մեկ այլ աղմկոտ բան էլ է ասել։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Թվում է թե այս ինչ հետաքրքիր բան է, հայրենասիրական մոտեցում է։ Բայց լրիվ ուրիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է։ Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել ավելի կոնկրետ, ստալինյան հայրենասիրության դրսևորում է։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Վարչապետ Փաշինյանը, որ մետրոյում արցախցի կնոջն ու նրա անչափահաս երեխային փախածներ էր անվանել, այսօր կրկնել է այդ միտքը, ավելացնելով, որ 2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախը չի կռվել։ Փախել են, ճողոպրել են։ Ըստ պաշտոնական տվյալի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում զոհվել է 223 զինծառայող, 25 խաղաղ բնակիչ, 6 երեխա, 200-ից ավելին վիրավորվել են, 150,000 մարդ տեղահանվել է ցեղասպանության չենթարկվելու համար, դեպի Հայաստան ճանապարհին 70 մարդ մահացել է։ Իդեպ Հայաստանի վարչապետը հրաժարվում է տեղի ունեցածը էթնիկ զտում անվանել։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար։ Այս թեմայով աշխատում ենք, այև աշխատել ենք։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, զինտեխնիկայի ցուցադրություն։ Այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով սա չի նշանակում խաղաղության օրակարգից հրաժարում, հաշվետվություն է քաղաքացիների համար։ Կարա նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու։ Եվ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Հայաստանը պետք է հրաժարվի անշարժ սահմանի գաղափարից, քանի որ ժամանակակից պատերազմներում կայուն թիրախը խոցելի է։ Նիդերլանդների թագավորական ծովային հետևակի նախկին զինծառայող անվտանգության փորձագետ Փիթեր Վան դեն Լինդենը հենվելով իր ռազմամյա մարտական փորձի վրա առաջարկում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանում ստեղծել թվային վահան, հագեցած ռադարներով, դրոններով եւ ավտոմատացված համակարգերով, ինչը թույլ կտա ազատել զինվորին առաջնագծում հերթապահություն անելուց։ Կստեղծվեն փոքր բարձր շարժունակությամբ օպերատիվ ստորաբաժանումներ, որոնք տեղեկատվություն ստանալուն պես վայրկյանների ընթացքում կհայտնվեն թիրախային կետերում։ Տեխնոլոգիան չի փոխարինում զինվորին, այլ ազատում է նրան։ Օգտագործելով թվային վահանը որպես հայտնաբերման առաջին գիծ, դուք կարող եք ստեղծել փոքր մահացու ստորաբաժանումներ, որոնք սենսորների տվյալների հիման վրա րոպեների ընթացքում կհայտնվեն ռազմավարական կետերում, հստակ իմանալով, թե ով է թշնամին եւ ինչպես է նա շարժվում։ Ինչ վերաբերվում է ներհայաստանյան Զինված ուժերի արդիականացման այս ռազմավարական առաջարկին համահունչ իրավաբանական գիտությունների թեկնածու Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանը ընդգծում է իրավական անվտանգության ամրապնդման կարևորությունը որպես ռազմական բարեփոխումների իրավական հիմք եւ պետականության հիմնասյուն։ Նա առանձնակի շեշտադրում է սահմանադրականության վերականգնման հրամայականը, փաստելով, որ պետականության հիմքերը խալխլվում են, երբ որոշումները կայացվում են մեկ անձի կամ քաղաքական ուժի հայեցողությամբ։ Արտաքին քաղաքականության պարագայում անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դադարի կատարել հարաբերփոխ եւ իրարամերժ հայտարարություններ աշխարհի տարբեր կենտրոնների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ, քանի որ դրանք որևէ կառուցողական երկ չեն կարող կանխատեսել Հայաստանի համար։ Պատերազմի հերոս հետախույզ եւ ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի բնորոշմամբ մեր երկրի փոքրացող քարտեզի գիտակցումը պետք է ստիպի մեզ լինել առավել խելացի ու ճկուն, քանի որ համերաշխային անվտանգության հին մեխանիզմները այլևս չեն գործում։ Մեզ նման փոքր պետությունների համար գերակա խնդիր է ունենալ գործուն եւ կատարելագործված զսպման մեխանիզմներ։ Միջազգային համագործակցությունը դաշնակիցների հետ հարաբերությունների ընդլայնումը եւ խորացումը ի նպաստ կարող է լինել անվտանգային համակարգի ամրապնդմանը։
Վանաձորի համայնքապետարանից այսօր 10 անձ է ձերբակալվել կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության համար։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդման, ձերբակալվածներից 7-ը համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Կոմիտեն այս պահին այլ մանրամասներ չի փոխանցել։ We are, what our priorities are, what our Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես մերժել է Իրանի հետ հրադադարի առաջարկը։ ԱՄՆ-ում Էմիրությունների դեսպան Յուսեֆ Ալ-Օթայբան հայտարարել է, որ ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առնի Թեհրանի բոլոր սպառնալիքները։ Դեսպանը շեշտել է, որ իրենք պատրաստ են միջազգային ուժերի հետ նույնիսկ զենքի գործադրման բացել Հորմուզի նեղուցը։ Նա նաև վերահաստատել է Վաշինգտոնի հետ ռազմավարական դաշինքը, հիշեցնելով ԱՄՆ տնտեսության մեջ Էմիրությունների կատարած հսկայական ներդրումների մասին։ Pete, do you want to give about a 3-minute? Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Թրամփը շեշտել է, որ եթե Իրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկը, ստիպված կլինի առերեսվել ծանր հետևանքների, որից հետո այլևս հետդարձի ճանապարհ չի լինի։ Պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ շուտով Իրանին կհասցվի վերջնական հարվածները։ From day one with overwhelming firepower. Իրանը հայտարարել է Սադեքս 4 գործողության 82-րդ ալիքը սկսելու մասին։ Թիրախավորվել են ամերիկյան ռազմական եւ լոգիստիկ օբյեկտները, այդ թվում ավիաբազաներ, վառելիքի պահեստներ եւ անօդաչու սարքերի ենթակառուցվածքներ։ Իրանական կողմի հարձակման հետևանքով պայթյուններ են որոտացել իսրայելական Բեյթ Շեմեշ քաղաքում։ Կլաստերային մարտագլխիկի հարվածից վնասվել է 3 տարածք։ Նախնական տվյալով կա 3 վիրավոր։ Ի պատասխան իսրայելական ուժերը հարվածել են Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության արդյունաբերական օբյեկտներին։ We have the greatest military. We make the ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է իրավիճակին իր զարմանքը հայտնելով Իրանի հնարավորությունների մասին։ Նա նշել է, որ Իրանը միաժամանակ հարվածել է արաբական մի քանի երկրների, ինչը սպասելի չէր։ Թրամփը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնց հետ ԱՄՆ-ն հսկայական ֆինանսական գործարքներ ունի, այժմ պատերազմական վիճակում են եւ լուրջ վնասներ են ստացել։ Թրամփը հաստատել է, որ Իրանը հրթիռակոծել է ամերիկյան կարևորագույն օբյեկտներից մեկը։ 100 missiles were shot by Iran. Իրանը 100 հրթիռ է արձակել մեր շատ կարևոր օբյեկտներից մեկի ուղղությամբ, որոշակի պատճառներով ես չեմ ասի, թե կոնկրետ ինչն էր դա։ Next question from Richard Engel from NBC News. Good to see you again. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մամուլի ասուլիսի ժամանակ տեխնիկական անձնակազմ անջատել է ամերիկացի լրագրողի խոսափողը, որպեսզի նա չկարողանա հարց տալ։ Ավելի ուշ, երբ աղմուկը մի փոքր հանդարտվեց, լրագրողը բացահայտել է, որ իր չհնչած հարցն ուղղված էր հենց վարչապետին։ Նա ցանկանում էր իմանալ, թե Ամերիկային պատերազմի մեջ ներքաշելուց հետո ինչու է Նեթանյահուն հիմա փորձում նույնն անել ամբողջ աշխարհի հետ։ Այս ամենի ֆոնին Իրանն այսօր կասետային զինատեսակներով հարվածել է Իսրայելի Քաֆր Քասիմ բնակավայրին։ Թել Ավիվում պայթյուններ են եղել, կան զոհեր եւ տուժածներ։ בשביל להצליח אתה צריך מדינה. אי אפשר לבד. Իսրայելի Մարգալիոտ քաղաքի ղեկավար Էյթան Դավիդին ուղիղ եթերում չի կարողացել զսպել արդյունքները։ Նրա խոսքով երկրի զինված ուժերը չեն կարողանում պաշտպանել քաղաքները հրթիռակոծություններից։ Դավիդին ցավով նշել է, որ ամեն ինչ արդեն ոչնչացվել է։ Նա դիմել է պատասխանատուներին, պահանջելով կամ ընդունել իրենց անկարողությունը եւ հեռանալ, կամ վերջապես կոնկրետ քայլեր ձեռնարկել քաղաքացիներին փրկելու համար։ ותשחררו אותנו או שתעשו מה שצריך כבר ריבונו של עולם. They are negotiating, by the way, and they want to make. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իբր Թեհրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին, չնայած պաշտոնական հերքումներին։ Նա նշել է, իրանցի բանակցողները վախենում են, որ իրենց կարող է սպանել սեփական ժողովուրդը։ Տեղեկությունը կարճ ժամանակ անց հերքել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մեջբերում ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություններ կամ քննարկումներ չեն եղել։ Մեջբերման ավարտը։ Արաղչին նշել է, որ մի քանի օր է ինչ ամերիկյան կողմը միջնորդների միջոցով ուղերձներ է ուղարկել։ Իրենք էլ հայտարարել են իրենց դիրքորոշումների մասին։ Սա բանակցություն չի կոչվում, շեշտել է Արաղչին։ Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում Հայաստանին, Իրան հումանիտար օգնություն ուղարկելու համար։
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը միասին կրթելով ապագան գագաթնաժողովի ընթացքում ներս է մտել ֆիգուր 3 կոչվող մարդակերպ ռոբոտի ուղեկցությամբ։ Սա ամերիկյան արտադրության 3-րդ սերնդի ռոբոտ է, որը նախատեսվել է տնային գործերում մարդկանց օգնելու համար։ Իրադարձությունը պատմական է, քանի որ առաջին անգամ հումանոիդ ռոբոտը պաշտոնապես հյուրընկալվել էր Սպիտակ տանը։ Նա հստակ ձայնով ներկայացրել է առաջին տիկնոջը եւ 11 լեզվով ողջունել ներկաներին։ Մելանիա Թրամփը շեշտել է, որ արհեստական բանականությունը շուտով դուրս կգա հեռախոսների միջից եւ կդառնա մեր առօրյայի մի մասը։ Ըստ առաջին տիկնոջ, նման տեխնոլոգիաները երեխաներին հնարավորություն կտան ավելի շատ ժամանակ տրամադրել սպորտին, շփմանն ու ստեղծագործելուն։ Մելանիան նշել է, որ նոր սերնդի անվտանգությունն ու կրթությունը միշտ պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի առաջնորդների կանայք, այդ թվում Բրիջիտ Մակրոնը, Օլենա Զելենսկայան եւ Սարա Նեթանյահուն։